Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Իվաննա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի կառավարման եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ զարգացման ծրագրի հետ ձևավորված համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի համար։ Նա ներկայացրել է նախարարությունում եւ ենթակա ծառայություններում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, հատկապես քրեական եւ համայնքային ոստիկանության ոլորտներում։ Նախարարը նշել է, ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը աճել է, ինչը նաեւ համատեղ աշխատանքի արդյունք է։ Քննարկվել են նաեւ իրազեկման նոր ծրագրեր եւ համատեղ նախաձեռնություններ ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետ Պենչո Միլկովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ռուսեի միջև տնտեսական կապերի խորացման, քաղաքների քույրացման եւ կրթական համագործակցության հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսեի հայ համայնքի դերին, որպես ապագա համագործակցության կարևոր կամրջի։ Քաղաքագետ Միլկովը նշել է, որ հայկական համայնքը մեծ ներդրում ունի քաղաքական, արդյունաբերական եւ մշակութային զարգացման մեջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության, գործարար պատվիրակությունների փոխանակման եւ թվայնացման ծրագրերը։ Դեսպան Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար։ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը աճել է 7.1%-ով։ Եվրասիական զարգացման բանկի տվյալներով աճի հիմնական շարժիչ ուժերն են եղել ծառայությունների ոլորտը, շինարարությունը եւ արդյունաբերությունը։ Շինարարությունը աճել է 22%-ով, իսկ արդյունաբերությունը 13.4%։ Դրական աճ է գրանցվել նաեւ արտաքին առևտրում։ Արտահանումը աճել է 4.5%-ով, ներմուծումը 4.6%։ Եվրասիական զարգացման բանկում ակնկալում են, բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի ամբողջ 2026 թվականի ընթացքում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական կոշտ հայտարարությունն է արել Հայաստանի հասցեին, զգուշացնելով ռևանշիստական ուժերի հնարավոր վերադարձի մասին։ Նրա խոսքով Հայաստանում դեռ կան քաղաքական խմբեր, որոնք իրենց գաղափարախոսությունը կառուցում են Ադրբեջանի դեմ թշնամանքի վրա։ Ալիևը հայտարարել է, նման ուժերի իշխանության գալը կարող է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը եւ խափանել խաղաղ գործընթացը։ Ադրբեջանական մամուլում արդեն ակտիվորեն քննարկվում է Հայաստանի ընտրությունների ազդեցությունը Բաքու-Երևան հարաբերությունների վրա։ Լիտվայի արտգործնախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեն հայտարարել է, որ այժմ չափազանց կարևոր է հնարավորինս արագ ավարտել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Երևանյան երկխոսություն 2026 համաժողովի շրջանակում նա ընդգծել է, ձգձգումները կարող են նոր վտանգներ ստեղծել ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վիլնյուսում մտահոգված են, տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական պայքարը կարող է կրկին պայթեցնել իրավիճակը եւ խափանել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լիտվան կարծում է, խաղաղության պայմանագրի արագ ստորագրումը թույլ կտա բացել տրանսպորտային հաղորդակցությունները, ակտիվացնել առևտուրը եւ ամրապնդել Եվրոպայի ու Ասիայի միջև կապերը։ Պլեպիտեն հայտարարել է, Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց, եթե Երևանն ու Բաքուն վերջնականապես փակեն հակամարտության էջը։ Նա նշել է, Լիտվան պատրաստ է կիսել Կալինինգրադի տարանցիկ մոդելի փորձով, տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկման եւ անվտանգության մեխանիզմների հարցում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը կոշտ արձագանք է տվել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։ Բայրամովը հայտարարել էր, Հայաստանում դեռ կան ռևանշիստական մտածելակերպ ունեցող ուժեր։ Զաքարյանը հակադարձել է նշելով, որ հենց Ադրբեջանում կան քաղաքական շրջանակներ, որոնք Հայաստանի տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ։ Նա հիշեցրել է, Ադրբեջանը բռնակցել է Արցախը, իրականացրել է էթնիկ զտում եւ օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Ըստ Զաքարյանի, նման քաղաքականությունը ոչ մի կապ չունի խաղաղության հետ։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից պահանջում է պարզաբանումներ կապված Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու այցի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Երևանի կողմից հակառուսական հայտարարությունների համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Նրա խոսքով դա չի համապատասխանում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների բնույթին։ Պեսկովը նաեւ նշել է Մոսկվայի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի փորձել հավասարակշռել այդ հայտարարությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն երբեք նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ զրկել այն անկախությունից։ Օկուպացված Արցախի Կովսականում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա նաև կոշտ հայտարարություններ է արել Եվրոպական միության դիտորդական առաքելության հասցեին։ Ալիևի խոսքով, եթե Ադրբեջանը մեկ կրակոց արձակի, եվրոպացի դիտորդները պարզապես կփախչեն սահմաններից։ Նա նշել է, որ Ադրբեջանը արդեն հասել է այն ամենին, ինչ ցանկանում էր։ Լիտվայի պետական արխիվի կայքեջում վերականգնվել են հայոց ցեղասպանության մասին հրապարակումները, որոնք ավելի վաղ հեռացվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշման ֆոնին։ Տեղեկությունը տարածել են եվրոպական աղբյուրները։ Լիտվական կառավարման շրջանակներից հայտնել են, որ բոլոր նյութերը վերադարձվել են արխիվի պաշտոնական էջ։ Հայկական կազմակերպությունները կոշտ արձագանք էին տվել նյութերի հեռացման փաստին։ Միջազգային փորձագետները նշում են, պատմական հիշողության հարցը շարունակում է մնալ քաղաքական ճնշումների կենտրոնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի, ցանկանում է մնալ Եվրասիական տնտեսական միության շրջանակում, թե ընտրում է Եվրամիության ճանապարհը։ Նրա խոսքով միաժամանակ երկու ուղղություններով շարժվել հնարավոր չէ եւ Երևանը պետք է վերջնական որոշում ընդունի։ Պուտինը նշել է, եթե Հայաստանը ընտրի եվրոպական ուղին, ապա հնարավոր կլինի անցնել փափուկ եւ քաղաքակիրթ բաժանման գործընթացի։ Նա առաջարկել է, որ Հայաստանի իշխանությունները հանրաքվե անցկացնեն, հասկանալու ժողովրդի դիրքորոշումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, Հայաստանը ԵԱՏՄ-ում ստանում է տնտեսական լուրջ առավելություններ եւ հիշեցրել է, որ 2025 թվականին հայ-ռուսական առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 7 միլիարդ դոլարի։